Պատահել է քեզ, երբ ամեն ինչ նորմալ էր, մեկ էլ հանկարծ լսում ես, որ ինչ որ մեկը քո թիկունքից խոսել է, ինչ որ մի բան է ասել, ինչ որ մի արտահայտություն է արել քո հասցեին եւ ամեն ինչ քարոքանդ է լինում արդյունքում։ Ու հանկարծ ներսումդ սկսվում է դատավարություն, որտեղ դատավորը քո միտքն է, դատախազը քո վախը, իսկ վկաները քո մանկության տրավմաներն ու ցավերն են։ Եվ հանկարծ այդ դատարանում, որը քո ներսում է տեղի ունենում, հնչում են մեղադրանքներ. «Սաղ աշխարհը իմ դեմ է, բոլորի առաջ խայտառակ եղա, բոլորը իմ հետևից են խոսում, բոլորն իմ վատն են ուզում, բոլորը ինձ նախանձում են»։ Կամ էլ մյուս ծայրահեղությունը. «Ես այնքան վատն եմ, որ ոչ ոք չի ուզում իմ վրա ուշադրություն դարձնել, ես ոչ մեկի պետք չեմ, ինձ իր ծնունդին չհրավիրեց, որովհետև ես փող չունեմ»։ Այսինքն ընկնում ենք ինքնախղճահարության ծայրահեղության մեջ։ Եվ այս դատական process-ում շատ հեշտ է մի ծայրահեղությունից անցում կատարել դեպի մյուս ծայրահեղություն, մեծամտությունից դեպի ինքնախղճահարություն, գոռոզամտությունից դեպի թշվառամտություն։ Եվ սկսվում է դրաման կամ էլ բազմասերիալ ֆիլմը, որի սցենարի հեղինակները քո վախերն են եւ քո նախապաշարումները։ Սա պարզապես տրամադրություն չէ, սա նյարդային համակարգ, գումարած հոգեբանական թակարդներ, գումարած հոգևոր ինքնության պայքար է։ Եվ արդյունքում ամեն մի խոսքը, ամեն մի շշուկը, ամեն մի հայացքն ու նայվածքը դու այնքան մոտ ես ընդունում քո սրտին, որ դա կարող է ոչ միայն տրամադրությունը փչացնել, ոչ միայն քո օրը փչացնել, այլև ավերել քո հոգեկան հուզական աշխարհը։ Դրա համար այսօր մենք կխոսենք հենց այս մասին. ինչպես անել, որ ամեն բան սրտին մոտիկ չընդունել, կամ էլ ինչպես անել, որ թեթև տանել։ Եթե այս իրավիճակները քեզ ծանոթ են, եթե դու անցել ես նման փորձառություններով, ապա մեկնաբանության մեջ կարող ես գրել, թե որ ծայրահեղության մեջ ես դու եղել, մտածել ես, որ բոլորը քո դեմ են, բոլորը քեզ նախանձում են, բոլորը քո հետևից խոսում են, թե այն մյուս ծայրահեղությունը, երբ մտածել ես դու ոչ մեկի պետք չես, դու վատ անձնավորություն ես, դու իրականում թշվառ մեկն ես, դրա համար ոչ մեկի չես հետաքրքրում։ Որպեսզի այս թեման ավելի լավ հասկանանք, բերեմ իրական կյանքից մի պատմություն եւ գուցե դու քեզ գտնես այդ պատմության մեջ։ Արմինեն որոշել էր ընթրիք կազմակերպել եւ հյուրերին հրավիրել իր ընտանիք։ Հրավիրվածների մեջ էր նաեւ իր սկեսուրը։ Ընթրիքը եղավ, մարդիկ ուրախ էին, ամեն բան լավ ստացվեց, բայց հանկարծ սկեսուրը մի մեկնաբանություն արեց. Արմինե ջան, ամեն ինչ շատ համեղ էր, շատ շնորհակալ ենք, շատ գեղեցիկ էր, միայն թե սալատի միջի աղը մի քիչ ավել էր։ Արմինեն այդ մեկնաբանությունն ընդունեց որպես անտակտ եւ անտեղին խոսք եւ շատ ծանր տարավ, հատկապես որ դա հյուրերի առաջ էր։ Ամբողջ գիշեր չկարողացավ քնել, մտքերի հետ կռիվ էր տալիս, իր տրավմաները, վախերը, նախկին վիրավորանքները հանկարծ գլուխ բարձրացրեցին, աչքերի առաջ տեսարաններ առաջացան, իր սկեսուրի ստվերի հետ անընդհատ կռիվ էր տալիս ամբողջ գիշեր։ Մտքեր, վերքեր, հիշողություններ, վիրավորանքներ, ամեն բան կարծես նորից գերեզմանից դուրս եկան եւ ուրվականի պես սկսեցին հետապնդել Արմինեին։ Առավոտյան վեր կացավ գլխացավով, երեխաներին վիրավորեց, կոպտեց, բարկացավ, ամուսնուն կոպտեց, վերջում օրվա ավարտին բարձր պայթեց եւ աղաղակեց եւ ասաց. ես ոչ մեկիդ պետք չեմ, ինձ ոչ ոք չի գնահատում, ինչ անում եմ, ոչ ոք չի կարողանում ինձ արժևորել, ես ձեզ համար, դուք ում համար։ Իրականում Արմինեն այդ պահին չէր ապրում ճշմարտության մեջ, այլ ենթադրյալ իրականության մեջ։ Նա իր ներքին նախապաշարումների իրականության մեջ էր, իր վախերը, տրավմաները, մանկության մերժումները այնպիսի մի պատկեր էին դրել իր աչքերի առաջ, որը իրական չէր, կեղծ էր, եւ նա համակերպվել էր այդ կեղծ իրականության հետ, համոզվել էր, որ այդ իրականությունը իրականում իրական է եւ ապրում էր այդ տրամաբանությամբ եւ տրամադրությամբ։ Երբ օրվա վերջում Արմինեն նստեց եւ սկսեց վերլուծել իր ապրումները,
հարց տվեց իրեն. Ինչու սկեսուրի մեկ փոքրիկ ակնարկը այդքան խորը հետք թողեց իր հոգեկանի մեջ եւ հանկարծ հիշեց իր մանկությունից մի բան, երբ սխալվում էր, նրան ոչ թե ուղղում էին, այլ նվաստացնում բոլորի առաջ եւ դա ծանր հետք էր թողել, խորը վերք էր թողել Արմինեի հոգեկան եւ հուզական աշխարհում եւ փոքրիկ մի ակնարկը առիթ հանդիսացավ, որպիսի մանկության տրավմաները նորից գլուխ բարձրացնեին իր մեջ։ Ու հիմա ամեն մի փոքրիկ ակնարկ, անգամ թեկուզ քաջալերանք Արմինեի համար հնչում էր որպես մեղադրանք, կարծես մի անտեսանելի մատ սեղմում էր այն ձայնասկավառակի կոճակը, որը անընդհատ տեսնում էր նույն երգը, նույն միտքը, նույն բառերը, որ դու թեր ես, որ քո մոտ մի բան պակաս է, որ քո մոտ ոչինչ չի ստացվում, դու ձախողակ ես եւ այդպես շարունակ։ Այս պատմությունը գուցե նաեւ քո պատմությունն է կամ քեզ հուշում է ինչ որ մեկի պատմության մասին։ Եթե այդպես է մնա ինձ հետ մինչև վերջ եւ մենք կտեսնենք թե ինչ է ասում նեյրոգիտությունը, հոգեբանությունը եւ Աստվածաշունչը այս իրավիճակի մասին եւ ինչպես պետք է անենք 5 գործնական քայլ, որոնք մեզ դուրս կհանեն այս վիճակից, ինչպես անենք, որ սրտին մոտիկ ամեն բան չընդունենք, որ ամեն մի ակնարկը ծանր չտանենք, այլ կարողանանք թեթև ապրել։ Իսկ մինչ կշարունակեմ իմ ավանդական խնդրանքը, եկեք միասին չմոռանանք դնել լայքի նշանը, բաժանորդագրվենք այս ալիքին եւ մեր մեկնաբանությամբ ակտիվ լինենք։ Պատկերացրեք, որ ձեր մատի մեկ հպմամբ դուք կարող եք ստիպել, որ YouTube-ի ալգորիթմը շատ մարդկանց համար հասանելի դարձնի եւ դրանով հանդերձ մենք կարեւոր մի բան արած կլինենք ինչ որ մեկի համար։ Ուրեմն շնորհակալություն համագործակցության համար, իսկ մենք շարունակենք։ Ինչ է ասում նեյրոգիտությունը։ Ինչու մեկ խոսքը կարող է այդքան ցավ առաջացնել մեր մեջ եւ արդյունքում մենք դա ծանր տանենք։ Պատկերացրեք, բեռներ կան, երբ որ դրվում են մեզ վրա ֆիզիկական, մենք կարող ենք դրանք կրել, մենք կարող ենք այդ բեռների տակ անգամ կոտրվել, բայց մեր հոգեկանը, մեր սիրտը չի կոտրվի, բայց խոսքեր կան, որոնք բեռներից շատ ավելի ծանր են, անտանելի են մեզ համար եւ շատ դժվարությամբ ենք դրան կարողանում տանել մեր սրտի մեջ։ Իսկ մարդիկ կան, որոնք տարիներ կրում են խոսքերի այդ ծանր բեռը եւ այդպես էլ չեն կարողանում ձերբազատվել դրանցից։ Սա իսկապես դժբախտացնում է մարդուն։ Խնդիրն այն է, որ մեր ուղեղը սոցիալական մերժումը ընկալում է որպես վտանգ եւ սպառնալիք։ Գիտական հայտնի մի փորձ են անում, մի քանի մարդկանց հավաքում են, որպեսզի գնդակ փոխանցեն իրար։ Դիցոք վոլեյբոլ են խաղում։ Եվ 5 հոգի այդ գնդակը փոխանցում են, բոլորին հավասարաչափ հասնում է գնդակը եւ խաղի կեսում այն մյուս 4-ը իրենց ներսում նախորոք պայմանավորված լինելով որոշում են գնդակը 5-րդին չփոխանցել։ 5-րդը կանգնած սպասում է, երբ գնդակը պետք է հասնի իրեն։ Նրանք ուրախ իրար են փոխանցում, փոխադարձաբար տալիս են գնդակը մյուսին, բայց 5-րդին չի հասնում։ Եվ այդ անձնավորությունը կանգնած սպասում է 1 րոպե, 2 րոպե, 3 րոպե եւ զգալով մերժումը նա դուրս է գալիս խաղից։ Երբ որ իր ուղեղը ուսումնասիրում են այդ ժամանակ, ապա տեսնում են, որ իր ուղեղը արձագանքել է այդ մերժմանը ճիշտ այնպես, ինչպես արձագանքում է ֆիզիկական ցավին։ Այսինքն ուղեղի ներսում, ուղեղի մեջ միանում են ցավի ազդանշանները, որոնք կարող են նաև ֆիզիկական ցավ պատճառել ամբողջ օրգանիզմին։ Արդյունքում հոգեբանները անվանեցին այս էֆեկտը կոտրված սրտի սինդրոմ։ Այո, սրտի կոտրվածությունը իրական երևույթ է եւ կարող է մեր օրգանիզմի ներսում միացնել ցավի ազդանշանները։ Ինչ է ասում հոգեբանությունը։ Ինչու ենք մենք մեկ բառը դարձնում մեզ համար դատավճիռ։ Սա կոչվում է մերժման զգայնություն, rejection sensitivity անգլերենով։ Որոշ մարդիկ իրենք պարզապես հակում ունեն, սպասում ունեն դեպի մերժում։ Իրենք անհանգիստ սպասում են, որ ուր որ է ինչ որ մեկ իրեն պետք է մերժի, աշխատանքի մեջ մերժի, անձնականի մեջ մերժի, հարաբերությունների մեջ մերժի։ Նրանք շատ արագ արձագանքում են եւ միանգամից պիտակավորում են մարդկային հարաբերությունը, մարդու վերաբերմունքը որպես մերժում իր
սեփական անձի հանդեպ։ Մարդիկ կան, որոնք շատ զգայուն են մերժման նկատմամբ։ Օրինակ ինձ մի տեսակ բարևեց կամ ինձ արհամարեց կամ ընդ որ ինքը ժպտաց, տեսնես դա ինչ էր նշանակում, հեգնեց ինձ եւ այլն։ Այսինքն մարդիկ հիվանդամիտ կերպով են արձագանքում ուրիշների վերաբերմունքին։ Սրա արմատը հաճախ գալիս է վաղ տարիքի փորձառություններից, մանկության տրավմաներից, երբ սերը մարդու կյանքում եղել է պայմանական, օրինակ սա կանես, ես քեզ շատ կսիրեմ, նա չանես, իմ ասածը չանես, ես քեզ չեմ սիրի։ Եվ մարդու մոտ սկսում է առաջանալ այս ալգորիթմը, ես պետք է արժանանամ, ես պետք է վաստակեմ մարդկային սերը, եւ եթե մի բան թերի եմ անում, ուրեմն մարդիկ ինձ կմերժեն, եւ դա դառնում է մարդու կյանքում արդեն կյանքի ալգորիթմ, մարդը սկսում է այդպես մտածել եւ այդպես ապրել։ Արդյունքում մարդը հայտնվում է մտքի թակարդների մեջ եւ դառնում է մտքի գուշակ։ Ինչ է սա նշանակում։ Մարդը սկսում է ենթադրություններ անել համաձայն իր նախապաշարումների եւ տրավմաների եւ սկսում է կռահել, գուշակել, թե մարդիկ իր մասին ինչ կմտածեն։ Կոգնիտիվ վարքային թերապիան շատ կոնկրետ անուններ է տալիս այս առումով։ Առաջինը mind reading, մտքի ընթերցում։ Այսինքն ես հաստատ գիտեմ իմ մասին, իրանք հիմա այսպես են մտածում։ Ես վստահ եմ, որ հիմա այսպիսի կարծիք ունեն իմ վերաբերյալ։ Երկրորդը catastrophizing, այսինքն ամեն ինչ դրամատիզացնել, կատաստրոֆայի վերածել։ Սա բերում է հայտարարությունների, որ ահա ամեն բան վերջացավ, ամեն բան շատ վատ է, այ հիմա կտեսնենք, թե ինչքան վատ է լինելու։ Եվ երրորդը personalization, այսինքն անձնավորում, ամեն երևույթ նա կապում է իր անձի հետ։ Կարծես աշխարհը պտտվում է իր անձի հետ, կարծես մարդկանց զրույցների, խոսակցությունների, թեմաների առանցքը ինքն է։ Սրանք դասական կոգնիտիվ խեղաթյուրումներ են։ Երբ մարդը նման արտահայտություններ է անում, օրինակ ասում է բոլորը, սաղ աշխարհը, ամբողջ կոլեկտիվը, իմ ամբողջ շրջապատը եւ ընդհանրացնում է, սա կոչվում է ուղեղի գերընդհանրացում, այսինքն նա ընկնում է չափազանցության մեջ, դրամատիզացնում է իրավիճակը։ Բարեկամներ, սա առողջ չէ, սա հիվանդամտություն է։ Այս պարագայում մարդը կենտրոնանում է ոչ թե լուծման վրա, այլ խնդրի վրա, եւ մի բան էլ խնդրի վրա խնդիր է ավելացնում։ Նա խոշորացույցի տակ է դիտարկում մարդկանց վերաբերմունքները, խոսքերը, արտահայտությունները եւ այդ ամենը պրոյեկտում է իր վրա, վերագրում է իրեն։ Ու երբ ուղեղն ասում է բոլորն իմ հանդեպ այսպիսին են, գիտեք արդյունքում ձեր ուղեղը ինչ է ձեզ թելադրելու եւ ուր է ձեզ տանելու է ինքնամեկուսացման, որ դու ապահով քեզ զգաս մեկուսարանում, բայց արդյունքում դա կեղծ ապահովություն է, որովհետեւ դու հայտնվել ես մեկուսարանում եւ դուռն էլ փակել ես քո վրա, հարաբերությունները խզել ես, մեկուսացել ես, դարձել ես միայնակ։ Այս առումով թեթև տար արտահայտությունը կամ խորհուրդը դա պարզապես ինքնաներշնչանք չէ, գործնական քայլ է։ Եվ հիմա մենք կնայենք, թե ինչ 5 գործնական քայլեր կան, որոնք մեզ կարող են դուրս անել այս վիճակից։ Եվ թեթև տարը նշանակում է, որ դու չպետք է թույլ տաս, որ ուրիշի խոսքը, էմոցիան, վերաբերմունքը, հույզը թելադրի քո ներքին վիճակը։ Այս առումով մի հավելում։ Իրականում մեր էգոն այստեղ մեզ շատ է խանգարում։ Մեր նարցիստական հակումները եւ մեծամտությունը կարող են շատ ավելի խորացնել այս խնդիրը։ Սա շատ նուրբ տեղ է, բայց այստեղ պետք է ազնիվ լինենք։ Երբեմն սրտին մոտիկ ընդունելը գալիս է ոչ միայն մանկական տրավմաներից, այլև էգոիզմից։ Իրականում ես նկատել եմ, որ ամենից հաճախ վիրավորվում են ոչ թե այն մարդիկ, որոնք փխրուն են, խոնարհ են, հեզ են, այլ որոնք էգոիստ են, որոնք սիրում են լինել մարդկանց հետաքրքրությունների առանցքում, ուշադրության կենտրոնում եւ երբ որ չեն արժանանում համապատասխան ուշադրության, նրանք վիրավորվում են, կոտրվում են եւ նաեւ ագրեսիվ են դառնում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես բարձր նարցիստական հակումներ ունեցող մարդիկ ավելի խոցելի են վիրավորվածության համար, վիճակները ավելի ծանր են տանում,
սրտին մոտիկ են ընդունում։ Սա նաև նշանակում է, որ մեր մեջ կա մի բան, որ միշտ ուզում է ճիշտ լինել, միշտ ուզում է հաղթող դուրս գալ, միշտ ուզում է լավ տպավորություն թողնել մարդկանց վրա։ Ու երբ դա վտանգվում է, մենք սկսում ենք ծանր տանել։ Մենք վիրավորվում ենք եւ սկսում ենք բոլորին դատել, բոլորին մերժել, բոլորին պիտակավորել։ Ինչ է ասում Աստվածաշունչը այս մասին։ Աստվածաշունչը շատ է խոսում այս մասին, բայց կկարդամ Առակաց 29-րդ գլխի առաջին համարից, որտեղ ասվում է. հաճախ հանդիմանություններ ստացող մարդը, եթե պնդասնի իր պարանոցը, հանկարծ կջախջախվի եւ բժշկություն չի գտնի։ Տեսեք, հանդիմանությունը մարդուն կարող է բժշկել, բայց այն մարդը, որ հաճախակի մերժում է հանդիմանությունները, խստացնում է իր պարանոցը, այսինքն անզգամ է դառնում դրանց հանդեպ, կամ էլ գերզգայուն է դառնում դրանց հանդեպ, ասում է, որ նա բժշկություն չի գտնի։ Իսկ ինչպես կարող են գտնել բժշկություն այս վիճակից։ Առակաց 4 գլուխ 23 խոսքն էլ հետևյալն է ասում. ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Ուրեմն մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր սրտին եւ տեսնենք, թե ինչ է ընկնում մեր սրտի մեջ, ինչ հույզեր են անցնում մեր սրտով, որովհետև եթե մեր սիրտը ապականվեց, եթե մեր աղբյուրները, որ բխում են մեր սրտից թունավորվեցին, ապա մեր կյանքն էլ կթունավորվի եւ մենք էլ ուրիշների կյանքը կթունավորենք։ Ուրեմն եկեք խոսենք 5 գործնական քայլերի մասին վերջապես։ Առաջին քայլը հետևյալն է. վերահսկիր մարմնիդ արձագանքը կամ էլ կանգնեցրու մարմնիդ ահազանգը։ Նախ մարմինդ, հետո միտքդ։ Քանի դեռ քո ներսում ահազանգ կա, քանի քո ներսում տագնապ կա եւ մարմինը սկսում է դրան արագ արձագանքել, օրինակ սիրտը արագ է խփում, քրտնարտադրություն կա, տագնապ կա քո ներսում, դու չես կարող սթափ առողջ մտածել։ Առաջինը դու կարիք ունես հանգստացնել քո մարմինը։ Այս պարագայում հոգեբանները խորհուրդ են տալիս 10 անգամ կատարել այս գործողությունը։ Օրինակ 4 վայրկյան խորը շունչ քաշել եւ 6 վայրկյան արտաշնչել։ Ուսերդ իջեցրու, ծնոտը թուլացրու եւ ինքդ քեզ ասա, որ սա սոցիալական ցավի ազդանշան է, սա ճշմարտություն չի, սա պարզապես իմ ռեակցիան է, սա իմ նախապաշարումն է, սա իմ տրամադրվածությունն է, բայց սա օբյեկտիվ ճշմարտություն չէ։ Որպեսզի թեթև տանես եւ սրտիդ ամեն բան մոտիկ չընդունես, երկրորդ քայլը. բաժանիր փաստը պատմությունից կամ մեկնաբանությունից։ Փորձիր հասկանալ որն է փաստը, իսկ որն է քո մեկնաբանությունը։ Կարող ես անգամ գրել, թե ինչ եղավ քեզ հետ, եւ երկրորդ, ինչպես արձագանքեցիր կամ քո ուղեղը, քո միտքը ինչպես մեկնաբանեց այդ պատահածին։ Օրինակ, փաստը հետևյալն է. ինչ որ մեկը ինձ չհրավիրեց իր ծնունդին։ Մեկնաբանությունը հետևյալն է, որ ուրեմն ես փող չունեմ, դրա համար չհրավիրեց, իմ դեմ տրամադրված է, դրա համար չհրավիրեց, կամ էլ ինձ արհամարեց, դրա համար չհրավիրեց, իսկ կարող է փաստ այն լինել, որ այդ մարդը ընդհանրապես ծնունդ չնշեց, կամ էլ պարզապես այս անգամ ուրիշներին հրավիրեց, մյուս անգամ քեզ կհրավիրի։ Այս պարագայում դու կտեսնես, որ ցավը, տառապանքը հիմնականում գալիս է ոչ թե փաստից, այլ մեկնաբանությունից։ Ուրեմն մի թույլ տուր, որ քո ուղեղը աղավաղի օբյեկտիվ իրականությունը եւ սխալ մեկնաբանություններ անի եւ դառնա ուրիշների մտքերի գուշակը։ Կամ երկրորդ փաստը. ինչ որ մեկը ինձ չբարևեց։ Հիմա իմ ուղեղը սկսելու է մեկնաբանել։ Ուրեմն իմ դեմ տրամադրված է, ուրեմն ինչ որ մի բան է լսել իմ մասին, ուրեմն թշնամացել է իմ դեմ։ Իսկ իրականությունը կարող է այն լինել, որ մարդը պարզապես չնկատեց քեզ, կամ մտազբաղ էր, կամ տրամադրություն չուներ, մտքերով էր պարզապես։ Ուրեմն ինձ չբարևելը դա ինձ չէր վերաբերում, այլ իրեն, իր վիճակին։ Երրորդ քայլ. հարցրու ինքդ քեզ, սա հին վերք է, թե նոր վիրավորվածություն։ Սա գալիս է իմ անցյալից, իմ մանկությունից, թե ուղղակի նոր առաջացավ։ Եթե իրականում սա հին վերք է, դու կզգաս անապահովություն, լքվածություն, խորը մերժվածություն, մեկուսացում,
Եվ անընդհատ կկրկնես այդ նույն երգը, բոլորը իմ հանդեպ այդպես են, միշտ այդպես է լինում, բոլորն ինձ մերժում են։ Իսկ եթե դա վիրավորվածություն է, ապա դա կարող է քո մոտ առաջացնել նաև ագրեսիա, որ ես արդար եմ, ես ուղղամիտ եմ, ես ուղիղ խոսող եմ, դրա համար ինձ չեն կարողանում սիրել կամ չեն կարողանում տանել։ Ամեն դեպքում երկու պարագայում էլ դու կարիք ունես բուժման, բայց բուժման համար երկու տարբեր դեղեր են պետք։ Հին վերքը բուժվում է, երբ որ դու կարողանում ես գիտակցել, թե ով ես դու, երբ որ քո մոտ առաջանում է ապահովության զգացում եւ ընդունում ես ճշմարտությունը։ Իսկ վիրավորված եսը կարող է բուժվել միայն ապաշխարությամբ եւ խոնարհությամբ։ Երբ որ դու սկսում ես մտածել, որ ես ուրիշներից լավը չեմ, ես պարզապես մարդ եմ, իրենք էլ են մարդ, ես էլ սխալներ ունեմ, իրենք էլ սխալներ ունեն, հետևաբար ես չեմ դրամատիզացնում, ես չեմ չափազանցնում եւ թեթև եմ տանում, անցնում եմ, գնում եմ առաջ։ 4-րդ քայլը. փորձիր արդարացնող 3 վարկած։ Փորձիր դիմացինին արդարացնել։ Օրինակ, գուցե տրամադրություն չուներ, կամ գուցե հոգնած էր, կամ գուցե ցավերի մեջ էր։ Վերջը կարող ես նաև մտածել, որ ոչ ոք ինձ պարտական չէ։ Եվ վերջապես ստուգիր եւ ոչ թե գուշակիր։ Եթե մենք սա չանենք, ապա կապրենք մի աշխարհում, որտեղ մեր գլխում ծնված սցենարները կդառնան իրականություն, իսկ դա ողբերգական կարող է լինել։ Եվ 5-րդ, քո կյանքի ղեկը հանձնիր Քրիստոսի ձեռքերի մեջ։ Գտիր քո ինքնությունը նրա մեջ, գծիր քո հստակ սահմանները եւ հասկացիր քո կոչումն ու կյանքը։ Քո տրամադրության ղեկը չպետք է լինի ինչ-որ մեկի ձեռքում։ Ինչ է սա նշանակում։ Նախ առաջինը դու պետք է հասկանաս քո ինքնությունը, ով ես դու։ Իսկ Աստվածաշունչն ասում է, որ դու Աստծո զավակ ես։ Հետևաբար դու կարող ես ինքդ քո համար էլ ունենալ այս հայտարարությունը, այս համոզումը, կարող ես անգամ մեկնաբանության մեջ գրել. ես Աստծո զավակ եմ եւ սիրված եմ Աստծո կողմից։ Ահա մեր ինքնությունը։ Երկրորդ, ուրիշի կարծիքը կամ վերաբերմունքը կարևոր է, բայց որոշիչ չէ իմ ինքնության համար։ Այսինքն, եթե մեկն ինձ չբարևեց, ես ինձ չեմ կորցնում։ Հաջորդը, մեր արժեքը։ Մենք պետք է հասկանանք եւ գտնենք մեր արժեքը։ Իսկ մեր արժեքը հետեւյալն է, որ մենք արժևորված ենք ոչ թե ըստ մարդկանց վերաբերմունքի, այլ ըստ Աստծո սիրո։ Հետևաբար մենք կարող ենք ասել. Տեր, գոհանում եմ քեզանից, որ իմ արժեքը որոշվում է ոչ թե մարդկանց վերաբերմունքով, այլ քո սիրով։ Եվ վերջինը սահման գծիր։ Մենք չպետք է ապրենք բաց սահմանների կյանքով, այլ պետք է սահմաններ ունենանք։ Այս առումով մի հրաշալի թեմա եմ ես արծարծել նախկինում, որ կարող եք դիտել եւ կարծում եմ շատ օգտակար կլինի ձեզ համար, ինչպես սահմանել անձնական սահմաններ։ Ամեն դեպքում պետք է սահման ունենաս, որպեսզի թույլ չտաս, որ ամեն մեկի հույզերը, ապրումները թափանցի քո սիրտ եւ ապականի քեզ։ Այս առումով մարդկային հարաբերությունների մեջ շատ օգտակար են 2 աստվածաշնչյան համարները, որոնք ես հիմա կընթերցեմ ձեզ համար։ Առակաց 15:1-ը հետեւյալն է ասում. մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը։ Փորձիր մեղմել իրավիճակը, փորձիր քո պատասխան այդ իրավիճակին լինի մեղմ, մի գրգռիր, մի բորբոքիր, մի փչացրու հարաբերությունները, մեղմիր։ Իսկ Հակոբոս առաքյալը իր ուղերձի 1:19 խոսքում հետևյալն է ասում. իմացեք իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ խոսելու եւ բարկանալու մեջ։ Ցավոք սրտի մեզ մոտ հակառակն է։ Մենք արագահաս ենք միանգամից բարկանալու ռեակցիա ցույց տալու մեջ, քան լսելու մեջ։ Հետևաբար նայեք ինչ է ասում նորից առաքյալը, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ խոսելու եւ բարկանալու մեջ։ Եթե մենք այս խորհուրդ ամենայն լրջությամբ ընդունենք եւ կիրառենք, շատ բան կփոխվի մեր կյանքում եւ մեր հարաբերությունների մեջ եւ իրականում շատ բանել հենց թեթև կտանենք եւ սրտին մոտիկ չենք ընդունի, եթե ծանրաշարժ լինենք մեր արձագանքի մեջ։ Քո սիրտը չափազանց արժեքավոր է, որպեսզի թույլ չտաս, որ ինչ որ մեկի մեկնաբանությունը այն
վշտացնի եւ կոտրի։ Եվ քո ինքնությունը չափազանց սուրբ է եւ թանկ է, որպեսզի թույլ չտաս, որ այն որոշվի ինչ-որ մեկի լայքով կամ վերաբերմունքով։ Թող այս արտահայտությունը թեթև տանելը լինի ոչ թե պարզապես անտարբերություն, այլ ազատություն։ Ոչ թե որ դու անտարբեր ես, կապ չունի մարդիկ ինչ կասեն իմ մասին եւ ինչ կմտածեն, թքած ունեմ մարդկանց կարծիքների վրա, սա էլ է սխալ։ Բայց մենք ոչ թե պետք է անտարբեր լինենք, այլ ազատ լինենք մարդկային վերաբերմունքից։ Ուզում եմ վերջում որպես աղոթք եւ խորհուրդ հնչեցնել քեզ համար մեծն դասականի Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը։ Թե հոգնել ես հաղթահարված կյանքի անverջ հոգսերով, թե տանջվում ես արհամարված բոցավառվող քո սիրով, թե կյանքի մեջ մի չար դիպված մի ամոթ է քեզ ճնշում, թե չարաչար հիասթափված կյանքն ատում ես եւ գարշում, լավ իմացիր, ողջն անօգուտ պիտի հուզեն միմիայն քեզ, մի սպառիր ուժը հոգուտ, մտածմունքով կարճատես, հանգիստ եղիր, աղոտ կարա, անհիշաչար եղիր միշտ, թող քո լացով չուրախանա քո թշնամին ամբարիշտ, կյանքի ցավը, բախտի խաղը, ատելությունն անմտի, հավատացիր երբեք չարժեն վրդովմունքին քո սրտի, եւ այդ սիրտը քեզ չի տրված, որ դու մաշես ամեն օր, այնտեղ պիտի ապրի Աստված, ոչ թե ցավեր նորանոր, ուրեմն թեթև տար եւ ամեն խոսք սրտիդ մոտ այդքան մի ընդունիր, եւ թող Աստված օգնական լինի մեզ այս հարցում։ Բարեկամներ, եթե իսկապես այս նյութը օգտակար եղավ ձեզ, նորից իմ խնդրանքը, չմոռանաք սեղմել լայքի կոճակը, բաժանորդագրվել այս ալիքին եւ ձեր փորձառությամբ կիսվել մեկնաբանության պատուհանում։ Շնորհակալություն համագործակցության համար, Աստված օգնական բոլորիս։